Չիլինգարյան բարեձև, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար։ Պարոն Չիլինգարյան, հետևողականորեն այս իշխանությունը շարունակում է հայ առաքելական եկեղեցու դեմ ամենակեղտոտ արշավը, նոր բրուտոսներ են առաջ գալիս, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, վեհապարն էլ իր վեհության վրա արժանապատիվ, այսպես ասենք, պատասխան է տալիս այս իշխանությանը։ Սրան զուգահեռ ունենք քաղբատարկյաններ, Հայաստանում հալածվող, բախվում է ռազմագերիները ու այս իրականության Մեկ-մեկ հա հարցերը տակ։ Մեկ-մեկ, այս իրականացն է, խնդրեմ։ Նախ բարևներս ձեզ, հարգելի հայրենակիցներ, ով չգիտի, չնայած բոլորը գիտեն, այսօր մեր հերոսի Հավոյի ծննդյան օրն է, ես հենց Եռաբլուրից եմ եկել այստեղ, այնտեղ դպրոցականներ կային, որոշ դպրոցներից եկած, ես նույնիսկ քաջալերեցի, իր հետ զոհված Սարիբեկի տղան էր այնտեղ, նրան հայրիկին հետմահու պարգևատրեցինք, մի խոսքով ծնունդը թող վերևում ոնց են ասում, հոգինները լույսերի մեջ լինի, շնորհավոր ամեն դեպքում ասում են, ես էլ եմ ասում, շնորհավոր ենք, եկեղեցու դեմ արշավը այո, դաժանա, ասել եմ, մի անգամ էլ եմ ասում, կրկնում եմ ասածս, եթե միտեղ 100 անգամ ռևիզիա նստած, եթե միտեղ 100 աչք կա, եթե միտեղ ամեն ինչ կա ու լիքը չարաշահումներով բռնում են, չգիտեմ քանի միլիոններով, դեսով, դեով, հարկայինով, անվտանգությունով, դեսով, դենով բռնում են դատեր, դիվաններ, եկեղեցում էլ բնականաբար կլինի ինչ-որ բաներ, նամանավանդ այն դեպքում, որ այսօր տենում ենք այդ բրուտոսների կարգավիճակի, այդ հոգևորականի շորեր զանիտանողները, ես մի անգամ մի դիտարկման մեջ ասեցի, որ գոնե այս առումով կճանաչվեն այդ կեղտոտները եկեղեցական հագուստ հագած, գոնե որ այս ամեն ինչից բարով խերով դուրս կգանք, գոնե մի քիչ կմաքրվի այդ առումով, բայց առանց բայց իհարկե շատանում են, բայց ոչինչ, շատին էլա վերջ լինում, բնականաբար վեհապարը իր բարձրության վրա է, այս վերջի այն մի հատ պիղծ դեմքով մեկը կա, որ կնոջ երեխաների հետ նկար ունի, չգիտեմ սարկած չի, բայց իրան նկարն է, ես դες բաներ քիչ եմ կարդում, արդեն ներվերս չի երիքում, չգիտեմ խի կարդացի, վթարից են մահամերձ փրկելա հենց Գարեգինը, իր եղբայրը, մի քանի բարձր բաներ արել են այդ մարդու համար, ու այսօր այդ մարդը են ասում եւ դու բրուտոս հիմա էտեր, դանակը թիկունքից խրեց, իրա գործնա, ով ինչ անի իրան կանի, նամանավանդ Աստծու հետ կապված, ես ինքս շատ չեմ գնում, չեմ չոքում, ընդդեմի պարտիական նրանց նման աղոթքներ դες դեն, իմը կռիվը լի, արյունը լի, չգիտեմ ընդեղ մեկ էլ մաքուր պահելը լից, ես մաքուր պահեմ իմանալով, որ ես Աստված ունեմ, իմ Աստվածին վրա է, մտնում եմ եկեղեցի, խաչս անում եմ, մի հատիկ մոմս վառում եմ, դուրս եմ գալի, բայց դա չի խնդիրը, այսօր եկեղեցուն շատ ենք ոտնահարում, շատ ենք այսպես ասած վատաբանում, չիմանալով, որ այդ եկեղեցին մի քանի անգամ մեզ վերահաս վտանգից փրկելա, իրենց կաթողիկոսներով հանդերձ, ասենք երևի Չորեքչյանն է գնացել բանի մոտ, Մասիսի համար, որ կներեք ես բարի համար բազար են արել, գնացել է Չորեքչյանն է եղել ինչքան գիտեմ, գնացել է ՑԿԿՊՍ ընդեղ այդ ռազմբիրատին մասնակցելու ու որ ասել են Մասիսը պետք է գերբի ջնջեք բանման, ասել են Մասիսը մերն է, պիտի գերբի ջնջեք, ինչ է պատասխանել մեր այդ ոգևորականը, այդ լավ մարդը, ասել է խի մենք իրանց վրա ասում ենք այդ լուսինը բոլորին սա հավասար որ իրանք դրել են, մենք էլ հո ջնջել չենք տալի այդ լուսինը, իրանք ոնց կարան խոսքի ասենք Մասիսը ջնջել տան, ասես դեպքեր կա որ այդ եկեղեցականները Ղևոնդ երեց են եղել, շատ են եղել, այտենց այդ եկեղեցականների քայլով
Հայաստանա փրկվել մի քանի անգամ։ Ու այսօր եկել ենք տենց ամենավերջի բառերով, ստե եկեղեցի գտնում, մուտիլովկա սարքում, մերկուսի հանում, բերում ընդեղ ու չգիտես դառնում է մի հատ լրիվ անճաշակ անորակ գործ։ Խորհուրդ կտամ, եկեք եկեղեցուց հեռու մնացեք, մի քիչ պետք չի, մտածեք, ասենք խոսքի մեր նրա մասին, որ այս ահագին պատվիրակությունը, չգիտեմ, այդքան ծախսեր արիք ուղարկեցիք Թուրքիա ինչա, Բաքու, մի հատ գոնե, մի հատ գերու, մի հիվանդ գերու չէին կարա դնեն, ասենք, բանանեն, դնեն ասեն, ես մեկը տարեք, էլի, այդքան ծախս է կարել, ես 10-15 հոգով եկել եք, ես մի գերուն գոնե տարեք, հասկացանք, կարող են քաղաքական գերինների չտային, բայց ընդ ուրիշ գերիններ էլ ունենք, հա? Կտային էլի, մեկի կտային էլի, կասեին վեկալեք տարեք այդ գերուն, հետի անելու բաներ, եկել այնով են մի հատ քյաքյուրն էլ սենց մի քիչ թեքսանրած, զգաստել նստմա, փողանակ ամաչի, ընենցան իրան գոնե չճանաչեն քիչ տենան, էկրանները առաջ նստում է ինչ ասի որ լավլի, ինչ է Կալիևին ասում, գյոյ չայ ես ասում Սևանին, նա ոչ մեկան գյոյ չայ չի ասել, ռուսական քարտեզներից վերցրած ինչ-որ բաներ է, արա լավ էլի, հիմա դու չենք հասկանում, եկել ես Ադրբեջան, Ռուսաստան ինչ-որ մուտիլովկա ես գցեմ, թե ասենք Հայաստանի դերն ես նսեմացնում, թե Ռուսաստանին մի անգամ եվս անում, էդ ինչեր ես ասում տղաջան, ես ինչ բաներ եք ասում, գնացել եք ձեր գործ եք ինչ-որը տերանք սարքել, գնացիք տեսակ ոնց է ինչա, եկեք սուսարեք կամ են մեկն ենով արանդ է, ասում է, որ ընդ է բրատ ջան էին ասում, քանդվում էինք, այ քեզի բան արա, ինչ էիք էլի, ինչ եք ասում արա, ամոտ չեք անում, բամոտ չեք անում արա, ձեզ մի քիչ զգաստ պահեք էլի, այսինքն թուրքը երեգն եմ ասում, էլ 5000 մարդ սպանեց, Արցախը լրիվ դատարկեց, էքան գերիններին տարավ, էքանին էլ պահում է, մի հատ էլ հետները չդրեց գոնե բերիք, ձեր բրատն է, հա, էդ է ձեր բրատը, որ ասում է բրատ, անենց ոնց որ հայը հային ասելուց, այսինքն դուք ես հայ ես աշում մի հատ էլ հայը հային ասելուց էլի, հա, ամոթ ախր դու հեջ, դու երեխա ես ունենալու ստեղ, դու կին ես ունենալու, երեխեքը դպրոց են գնալու, այդ դպրոցում ախր մուսուլմանական դպրոց չի լինելու, չենք թողելու, որը տենց ազատ բաներ եք ասում, այդ դպրոցում լինելու են հայ երեխեք, չեն ասելու սել են բրատի տղենա, ու դուք ու տղին էլ արդեն ինչ ես ասելու, կամ աղջկանըտ գան ուզելու ասելու են, գնում ենք բրատի աղջկան ուզենք, էդ ինչ բաներ եք անում արա, ամոթ էլի, հասկացեք էլի, կամ այդ քաղաքական դատեր են, մեծ սիրուն աղջիկա, ես ոչ ծանոթ եմ, ոչ գիտեմ, արա տեն մեմ այդ աղջկան արա, քեֆս բերում արա, ծիծաղելով, ժպտալով, էնի դայնա ինչ ասած ընդհանրապես, որ բռնել տարել եք արա, այսինքն դուք այսօր աղջիկներից էլ եք վախում, հլա ասեք տղեկ կամ եք ռիսկով բանմանել են ենց խոսում են, ասում են, չգիտեմ ինչ, հասկացան քաղաքական գոնե մի երկու հատ էտ երեխեքից, էտ աղջիկեքից, էտ երեխեքից բանարեք, Եսա սաղ աշխարով մեկ բանա լինելու, քանակա լինելու, ինչքան բանտարկյալ ունեք, գոնե տես մերկուսի ազատ եք, ասենք, ձեր զոմբիների, ձեր ժեխ են ասում, զոմբի չգիտեմ էլ դրանց ինչ են ասում, գոնե դրանց սիրաշահելու համար մի երկու հոգու ազատ եք էլի, ասենք լրիվ հեջ մեղք բարն հենց մի քիչ չեմ սիրում, բայց ձեր մեղքը չի գալի են աղջիկը, ընջի մարեք տարել, մի հատ վատ բար ոտ ձեզանից այդ ոստիկաններից ասեմ, ոչ դատախազից, ոչ դատավորից, ոչ ասենք չգիտեմ իր այդ ժպտալով դուրս գալի, ժողովրդին բարևներ, պաչիկներ, ողջուներ, բռնել եք տարել եք դատ մեկ, որ ինչ անեք, դա ինչ անելու բանը, չգիտեմ ժողովուրդ ջան, մի քիչ կառավարություն ձեզ եմ ասում, մեկա դուք եք, հիմա որ չուզենք, ուզենք դուք եք, մի քիչ ընենց արեք գոնե ասենք, ձեր մի մասը հետո
կարողանա այս ժողովրդի հետ հավասարի չի լինի, բայց այս ժողովրդի մեջ ապրի ու չպախարակվի։ Խնդրում եմ, գոնե դա արեք, որտեղ ոչ կառավարությունն է հիմնական, ոչ ասենք պաշտոնն է հիմնական, ոչ, չգիտեմ, եթե մտածում եք, որ ձեր բռնած գործը ծրագիրը կարող է լինի, ոչ այդ ծրագիրն է լինելու հիմնական, անենց որ ստեղ ապրելա հայը, ապրելու է հայը, լինելու է հայկականը, անենց արեք, որ ձեր հարազատը հայկականի մեջ հայկական ապրի, հայկական ձևով էլ ընդունվի հայ ժողովրդի կողմից։ Դա ինձ ձեզ խորհուրդ, որպես ձեզանից մի քանի հալավ ավել մաշած, նաև խնդրանք։ Ես դա ձեզ ասում եմ, ճիշտ է, տեղ չեք թողարել խնդրելու, բայց հլա մի երկու անգամ էլ խնդրենք էլի, տենան գոնե մի բան անում եք, թե չէ։ Լավից վատից մի բան արած ենք այս երկրի համար, խնդրանքս հարգեք, գոնե այդ աղջկան բանին տես մի երկու հոգու ազատեք, սիրաշահվեք, մի քիչ էլ երկարացրեք, չգիտեմ, ուզում եք ընտրության գնաք, ինչ եք ուզում, ձեր գործն է, ես դրանից վաբշե գաղափար չունեմ, բայց գոնե մի երկու բան արեք, եկեղեցուն մի այդքան շատ ոտնակող արեք, տեղից էլ տենում եք ժողովուրդը ինչքան է գրգռվում, կամ էլ ուզում եք դիտմամբ գրգռեք, որ ժողովրդին հանեք ձեր դեմ։ Կամենա, չգիտեմ, նայեք տեսեք։ Հիմա ասում են դե խաղաղություն են բերել 5 հոգի Հայաստանից գնացին Ադրբեջան եկել էին Քոչինյան անունով կարծեմ քաղաքագետ է ասում է որ Ալիևը չի ասել Գյոյիչյա Սևան գոյություն։ Ասեցի, ես այդ մասին ասեցի։ Իրականությունը այս կես խաղաղությունը ու այն ցորենը, որը ստեղծան անասնակերը դրանով ժողովրդին խաբել կերակրել, որ խաղաղությունը բերել են։ Դե նախ խաղաղությունից ասեմ, ես ոչ տնտեսագետ եմ, ոչ մաթեմատիկոս եմ, ոչ այդ միլիարդների ինչ-որ բանը գիտեմ, ասենք, թիվը այդ պարտքու պահանջի դեսի դենի, բայց այն օրը մեր Հայաստանի Հանրապետության համենայն դեպս այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինձ ասում եք ուր 8 միլիարդը, 8 միլիարդը ոնց ուրա, զենք եմ առել։ Ես հավատում եմ զենքն առել ես, անձամբ ես հավատում եմ, ապրես։ Չեմ ասում ուր է այդ զենքը, չեմ ասում ինձ ցույց տվեք, բայց եթե դու խաղաղություն ես բերում ես ազգին, եթե դու խաղաղություն ես բերում ես ազգին, 8 միլիարդի զենքը խի ես առնում այախբեր չեմ, կարաս ինձ ասես։ Հիմա որ միջազգային այդ, չգիտեմ, այդպես զատեր-մատեր կան, կառույցներ կան, դես կան, դեն կան, ես մեզ եկած սաղ աչքերը փակեցին, բայց մի օր բացելու են, էլի, հեսա կբացեն աչքերները, ասեն տղա ջան, ես դու, ես քո ազգային ժողովը, ես քո ազգային ժողովի ամբիոնը, ես քո հայտարարությունը, հիմա մեզ ասա, քու այդ 8 միլիարդի առած զենքը ինչ թունելները մեզ պահում, բեր մեզ դուր, ինչ ես ասելու, ինչ ես անելու, չեմ ասում, որ խաղաղություն բերող մարդը այդ չափերի, այդ ծավալների զենք չի առնում, այս փոքր պետության, ասենք, մեջ, այս փոքր պետության համար, 8 միլիարդի զենք դու հասկանում եք ինչ է, 8 միլիարդ դոլար, Հայաստանի Հանրապետությունը սենց պուչուր ու մեկ էլ այդքան զենք, խաղեք անում, սաղեք հալբաջարով, դեսով, դենով, սաղ Արցախով, բանով 20-25 տարվա, 30 տարվա զենքը տվին 6-7 միլիարդ էր արա, այդքան բերածը, հնամաշ որն է, հին զենք էլ կար, նորեր էլ կային, յուղևրեն ջիպեր կային, տանկեր կային, կամազներ կային, էդի մենք տեսել ենք, դա նեն չի որցու, այդքանը տվիք այդ 20 տար, այս 8 տարում, եթե դուք, 8 միլիարդ 8 տարում եմ ասում, այս 3-4 տարում, եթե դուք 8 միլիարդի զենք եք առել, բել դրա խաղաղությունը որն է, կարակ ասեք, մեզ եք խափում, ձեզ եք խափում, աշխարհին եք խափում, թշնամուն եք խափում, Կարդաշին եք խափում, թետում գլխի տակն եք բարձ դնում, վերջին հաշվով այդ թնջուկը բացվելու է, չէ, բացվելու է մի օր ասելու են ախպեր, տենանք այս 8 միլիարդի զենքն ուր է, հլա ես չեմ ասում
մեր մոտի, ասենք, այդ ստուգողները, դրանք մի կողմ դնենք։ Միջազգային կառույցի ստուգումներ կա, չէ՞ որ գան ասեն, ախպեր 8 միլիարդի զենք դլամից հուստու։ Խաղաղություն ես գնում 8 միլիարդի զենք ես առելար։ Ես ինչ ես անում։ Ինչ եք ասելու։ Դուք ձեր ասածի տակնու գլուխը հասկանում եք ինչ եք անում։ Կամ են մեկը եկել այնով են, որ հենց մինիստրադառնում վիրուսը գալիս է Հայաստան, այն ինչ ազգը չգիտեմ։ Եկել է ասում է մենք հասանք մեր բաղձալի Հայաստանին։ Այ բալա, քու բաղձալի Հայաստանը ո՞րն էր։ Քու բաղձալի Հայաստանն առանց Արցախ Հայաստանն էր, թե քու բաղձալի Հայաստանն են Հայաստանն է, որ ասենք պոստեր գնալուց թուրքի թրի տակով անցնելով գնանք էլի։ Ո՞րն էր քո բաղձալի Հայաստանը, կարաս ասես։ Այն որ 18 թվին ասում էր վերջի պապիտ կենա, ստացվի, չէ թողում եմ գնամ։ Հիմա ստացվեց, հիմա եկավ ձեր բաղձալի Հայաստանն է սա, հա։ Մնացածը չեմ ասում, այդ 8 միլիարդի զենք եք առել, ինչ այդ վիրուս մարման, հասկացանք դրանք։ Բայց կոնկրետ քու բաղձալի Հայաստանը առանց Արցախ Հայաստանն է, թե ասենք որ թուրքի պոստով երկու պահունակով զինվոր են մենակ թողում ու այն պետք է նորը գնա որ հինը գա։ Այսինքն պատանդի կարգավիճակով։ Ես ձեզ ասեմ, դա եղել է, դուք չեք հերքել։ Ես ներեգություն կխնդրեմ, եթե որևէ մեկը հերքած լինի, ես ներեգություն կխնդրեմ։ Չեք հերքել, որ թուրքի պոստով անցնում գնում են մեր պոստը պահելու։ Եթե չեք հերքել, ուրեմն կա այդպես բան։ Եթե այդպես բան կա, դա եթե քու բաղձալի Հայաստանն է, տղա ջան, բալիկ ջան, դա մեր բաղձալի Հայաստանը չի, մենք այդպես Հայաստանը չենք ուզում, մենք լավ Հայաստան ենք ուզում։ Էս ինչեր եք ասում, էս ինչեր եք անում, մտածելով եք անում։ Առաջ ենք անցնում ժողովրդին, ուղղակի թանկացումները սարսափելի մասշտաբի են, ուղղակի թոշակների բարձրացման մասին խոսք լինել չի կարող, դե սրան զուգահեռ նաև օդի խայտարակ աղտոտվածություն, դուք պատկերացնում եք, պարոն Չիլինգարյան, 3 միայն Ավան առնջում, Երևան քաղաքի թաղամասերից մեկում ըստ էության, գրանցվել է ամենաբարձր աշխարհում ամենաբարձր օդի աղտոտվածությունը։ Սա ըստ էության քաղցկեղածին իրավություն է, խնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը։ Այս մասով, ուրեմն նա ձեզ ասեմ, երբ որ դրսից երաժիշտ բան եկան ստեղ բանի, ես ինչա, պաշտոններ վերցնելու իրանց ընկերները բանը, դրանցից մեկը ճարտարապետ էր ինչ-որ, ուրեմն ինձ հասած տվյալների կարող է մի քիչ դեզդեն էլի 500 արգելված վայրում շինարարության թույլատրություն տրվեց ըստ էությամբ քաղաքապետ այն բաններ Մակոյի այն զույգներ ինքը գլխավոր ճարտարապետներ այդ 500 տեղից ասենք կարող է մի 100-200-ը խոսքի ասենք քաղաքից դուրս լինի բան, որ ես ընդունում եմ, որ քաղաքից դուրս ինչքան լինի, բայց քաղաքի այս արգելված վայրերում չպիտի լիներ, նախ այդ աղտոտվածությունը կլինի դրանից, որովհետև այդ շինարարությունը, որ դա կա, իտակ պետք է այդ փոշին լինի, ես հույսով եմ այս անձրևները բանը կմաքրի կտանի, համենայն դեպս բանա սարքվում, վատա, ունենց չի, ես ինչ-որ բան չեմ գովում, ասենք գոնե են առումով, որ մի բան սարքվում է, չգիտեմ այդ սարքացնում համար են սարքում ինչ են անում, սարքվում է, և երկրորդ, որ ասենք իմ համար մի տեղ շատ լավ է, մի տեղ սենց մտածում եմ, բայց խի սենց արագ, որ փողոցով անցնում ես փակ է, որովհետև լրիվ կանալիզացիա են անցկացնում, գործ են անում, այդ առումով գործ են անում, ես այդ առումով ոչինչ չասեմ, նաև այդտեղ այդ փոշին առաջանում, ես հիմա նաև դրա հետ կապված մի բան ասեմ, չեն կարա այդ կանալիզացիաները բանը չփոխեն, որտեղ մի թաղամասում ասենք, եթե
տրուբեն եղել է 50 սանտիմանոց խոսքի, ասենք, կանալիզացիա, ընդեղ եղել է 10 շենք, հիմա թաղամասում 30 շենք է։ Այդ կանալիզացիա, այդ տրուբեն պետք է հաստանա, ուրիշ բան չկա, նույն էլեկտրականությունը, նույնը ամեն ինչը, նույնը ջուրը, դրա համար այսքան քանդում են այս քաղաքի այս փողոցները բանը, այդ առումով մի քիչ ճիշտ է, նորից եմ ասում, այդ օդը ես էլ եմ շնչում, այդ կեղտոտ օդը ես էլ եմ շնչում, այդ առումով որոշ բան չեմ կարում, սենց դնեմ ասեմ, այդ շինարարությունը կա, բայց այս ամեն ինչի հետ այս ժողովրդի այս թանկացումները բանը մի քիչ լավ չի ժողովուրդ։ Ես ընդհանրապես բան չեմ առնում, մի օր գալուց ասեցին մի հատ սմետան բերեն, ինչ էր են Մարիաննայի, այդ օրը վեկալ այդ սմետանը տարա 490 դրամ էր, թե ոնց մի օր հետո, հաջորդ օրը չէ, մյուս օրը ասին այդ որդայից էր վերցել, մի հատ էլ վերցրու արի, գնացի 500 դրամ դանեցի դրի, ասին չէ, երեք թանգացել է, դարել է 550, հիմա դե ավելի շատ է թանգացել, դա ես 2 ամսվա առաջվա բան եմ ասում, բայց հիմա շատ է թանգացել ու այտենց ամեն ինչը թանգանում է, թե ժողովուրդ այդ փողերը որտեղից պետք է ծնի, ես չգիտեմ, օրինակ թոշակների առումով ես այն մի հատ աղջիկ կա դեպուտատների մեջ, անունը չգիտեմ էլ, այս դեպուտատներ են, դեպուտանք են, չգիտեմ ոնց են դրանց ասում, ուրեմն նաև որոշ պաշտոնավորների, որ այսքան թոշակ են ստանում, ասենք խոսքի դե թոշակ թող 100-150 հազար, իմ նման 36,000 չի ասենք, ու մեկ էլ 200-300 հազարանոց, 400 հազարանոց տեղակ վիլաններ, չգիտեմ ինչեր, դե ինչ, հիմա ինչ ասենք, ախր դուք որ եղել եք 5-6 տարի առաջ, 7 տարի առաջ, որ դուք եղել եք, ժողովուրդը դրանից չի բարելավվել, որ ասենք, ինչ է կարել ասենք, որ խոսքի այդ փողերը շատացածի, այդ թոշակ, մոշակ, այդ 2000 դրամ ավելացրիք են, որ գոռում են, այդ են կնանիք կա, որ չգիտեմ, դոշի հետևը չի երևում, բան, մեր Նիկոլը դեզդենը տենց ասողները, դե նրանք ասենք ենքան չաղ են, որ մի 2-3 տարի չուտեն էլ, նրանք կարող է դիմանան, բայց այս ժողովուրդ կա, այս ժողովուրդին պահելա պետքը, այս թանկացումները, հիմա տեսեք, ուրիշ պետություններում, այս հունվար մեկյան կամ յուրաքանչյուր տոնական առևտրի ժամանակ ինչ-որ մի բան զեղչեր են անում, որ մարդիկ կարողանան օգտվեն, առնեն, գնան, վերջել այդ մարդիկ էլ են, հեռու մեզանից մենք էլ ենք, էլի մարդ, մենք էլ ենք ասենք խոսքի ուզում, չգիտեմ, դե բանան մեր սեղան են էլի, անանաս էլի, մենք էլ, որ էլի կարող է մենք էլ ուտենք, ասեմ իմանաք, հնեշի, որ մենք չենք ճանաչում, ասենք խոսքի կարող է ես չեմ էլ ճանաչում, բայց իմ հորքուրի տղեն բանում մեկի ուտելուց տեսել է գնացքը, մտենց բան է ինչ է ասում, հա, բանանի մասին, հիմա դրել եք թանկացնում եք քիչի աշխատավարձերը խոսում չեք բարձրացնում, քիչ չի թոշակների մասով, քիչ չի հիմա էլ այն ապրանքները, որը որ կապված է ձեր թանկացումների, ձեր չգիտեմ մտե որ վերանայում եք դրանց հետ, արա մի քիչ թարգը տվեք, այս ժողովուրդը գոնե մի քիչ շունչ հավաք, ախր դուք այս մի քանի մարդիկ չեն, սա Հայաստան է, վերջին հաշվով 2-3 միլիոն մարդ կա այս անտերտեղը, չենք ասում այդ փախստականները եկած, բերիք այդ մարդկերանց ստեղ, մեկի ինգերեն, մեկի հարևանեն, մեկի ծանոթեն, մեկի մոտիկ են, ոչ ենա օգնենք, ոչ ենա չօգնենք, ախր չի ստացվում, մտածեցեք մի լավ բան արեք այս ժողովրդի համար, ու այդքանը հետ էլ պլուս նորից եմ ասում, եկելա 8 միլիարդով պարտքը ավելացել է, իրար չի բռնում այս բաները, ժողովուրդ չա, ոչ ասածները, ոչ արածները, իրար չի բռնում, մի քիչ հաշվի նստեք այս ժողովրդի հետ,
Հասկացանք, այդպես դրան բան չեմ ասի։ Դուք ասում եք, վсё, դուք ասող եք, այսօր նաղդի ասող եք։ Էջմիածնի ընտրությունները վկա, դուք ասող եք։ Կապ չունին դե երկու թերթիկ էր, ընդե չգիտեմ զոհվածների ասին այսքան, մահացածների այսքան թիվ թվա, կապ չունի ես դա չէ, դուք անցակ, ապրեք։ Ձեր թիմակից չեմ որ շնորհավորեմ, բայց դուք անցակ ապրեք, այսինքն եթե դուք անցակ Էջմիածնի նման քաղաքում, ուրեմն դուք ասող եք, ասեք այնց որ գոնե ժողովուրդը կարա նոր տարեանի մի քիչ կարա ապրի, շնչի միջև տենանք էս ինչա, միջև Երևա, այս որտեղից են գալու, էս ուր ենք գնում։